գիտեմ, որ դուք այն միակ մարդն եք, որ կարող եք այս պատմության վերջը դնել։ Անակնկալդ ստացվեց։ Դու սենց մեծ բարձունքների կհասնես։ Ամեն ինչի պատրաստ մարդը միշտ ամեն ինչի հասնում է։ Ամեն ինչ վերջացավ, Վահան։ Դավիթ ամեն ինչի մասին տեղյակ է ու խաղալու կարիք չկա։ Որտեղ ենք Մարկ։ Ինչի հնարավոր է վերջին անգամ ենք խոսում։ Մարկովա։ Ինչ։ Մարկովա, արագ պատասխանի։ Այս ամեն ինչը քո պատճառով է։ Լավ մնա։ Ես չեմ ուզում իմանալ ոնց ու որտեղ, բայց այդ աղջիկը պիտի վերանա։ Ու հետո քամիներ կլինեն, որոնց հակառակ քայլելու ցանկությունն էլ չես ունենա։ Ընկեր կդառնաս ամենածանր ալիքի հետ ծովի, որովհետև կյանքը ցույց կտա, որ վտանգի կողքին քայլելն ավելի ապահով է հաճախ։ Ու հետո մի պահ կկանգնես այնտեղ, որտեղից սկսել էիր։ Ու կտեսնես, որ պատտվելու եկել ես նույն կետին, որ սկիզբը հենց նշանակետն էր, որ երկար ճանապարհ անցնելու պատճառը վերադարձն է։ Վերադարձ ինքդ քո մոտ ու արդեն ինքդ քեզ հետ հաշտված։ Համապաս, մենակ, հենց հասնում։ Ալո։ Հուսով եմ, որ Բելայի հետ արդեն ավելի ապահով տեղում եք։ Դուք ինչ չէիք ասել այդ ինչ տեսագրություններ են լինելու։ Հիմա այդ ամեն ինչը մնալու է Բելայի վրա։ Հիմա եմ ասում, որ երկուսով գոնե որոշ ժամանակ հեռու մնաք քաղաքից։ Ուրիշ բան չունեմ ասելու։ Ինչ։ Ոչ մի բան, ինձ թվաց դուռը էլի բաց եմ թողել։ Ճանապարհին բան էիր ասում, չհասկացա, ինչ ասել Բելան։ Ինչ է եղել սա։ Գուր, Բելան ասաց, որ մեզ բան ունի ասելու։ Վատ բան։ Բայց ես էլ քեզ պատմելու բան ունեմ։ Այս անգամ մինչև վերջ ու ճիշտ է։ Ինչ եմ վստահ, որ այս ամեն ինչը դուրս չի գալու։ Ուր է Բելան։ Չգիտեմ։ Հենց նոր ինձ վրա կրակել են։ Ո՞նց։ Ես շատ լավ հասկանում եմ, որ եթե մի անգամ արել են, ուրեմն երկրորդ անգամ էլ կան։ Բայց չեմ հասկանում, ինձ վախեցնում էին, թե ինչ է վերջ են գնալու։ Ում նկատի ունես։ Իսկ դու ինչ ես կարծում։
Խնդրում եմ ոչ մի տեղ չզանգես։ Ինձ համար շատ կարևոր է, որ մենք երկուսով այս ամեն ինչը հասկանանք։ Ես ասել եմ ինձ կզանգես, երբ առաջադրանքս կատարված լինի։ Էդ չի ինձ զանգել ու ասել, որ չի ստացվել։ Կզանգես, երբ ստացված լինի։ Խնդրում եմ չընդհատես ու ուշադիր լսի, անգամ եթե իմ ասածները քո համար չափազանցված թվան կամ չհավատաս, ինձ համար կարևոր է, մինչև վերջ լսի ու չընդհատես։ Լավ։ Ասա, Երեք չկարողացանք խոսել։ դու տուն չես գնացել։ Ես փորձում եմ հասկանալ ու ընդունել խոսալու տոնը։ Շփոթված ես։ Ինչ որ բան ես տեսել ու սխալ ես հասկացել։ Բայց արի չմոռանանք ով է։ Ուզում եմ քեզ տեսնել։ Տուն եմ գալիս։ Չէ, ես տան չեմ։ Տեղ ասա։ Հիմա ունենք այս պատկերը։ Մերուժը նստած է Արամի սպանության գործով, բայց չի սպանել։ Մերուժի ասելով իրեն գումար են առաջարկել եւ ասել են, որ մեղ կվերցնի իր վրա խոստանալով ազատել։ Բայց ոչ մեկ իր խոստումը չի պահել։ Չեն ազատել ու հավանաբար Մերուժի մասին բոլորը մոռացել են։ Մերուժին ասել են, որ Ալիսն է սպանել, իբրև կռվի ժամանակ հրել գցել է։ Դե Բալյանն էլ որպես սիրահարված տղամարդ օգնել է ու հետո ամուսնացել է։ Իսկ Մերուժը այս վարկածին չի հավատում։ Ու հիմա ամենակարևորը։ Հրաչը հանդիպման ժամանակ ինձ ասեց, որ այո, Ալիսն է սպանել։ Ու հետո իմ դրած ձայնագրության սարքի միջոցով ես լսեցի, որ ասում է Ալիսը չի սպանել, այլ Մերուժը ուղղակի չի ուզում, որ ես իմանամ։ Լոգիկա չկա։ Միակ բացատրությունն է նա, որ ուզում են մոռանամ այս թեման, որովհետև եթե Մերուժն է սպանել ու նստած է, ուրեմն ես էլ անելու բան չունեմ։ Մի րոպե, այսինքն Ես գիտեմ դու ինչ ես ասելու, որովհետև ես էլ նույն բանն եմ ասում։ Բայց այդ դեպքում եթե Մերուժն է սպանել ու ինքն էլ նստել է, Հրաչը ինչի է իր սպանությունը սարքել ու անհետացել։ Այս դեպքում միակ տարբերակ մնում է Ալիսը։ Դրանում լոգիկա կա, բայց հարցեր կան։ Ալիսն ու Արամը սիրել են իրար։ Այդ ինչ պիտի եղած լիներ, որ իրենց նշանադրության գիշերը կռվեին, Ալիսը հրեր Արամին ու գցեր։ հատկապես եթե Մերուժն էլ է վստահ, որ Ալիսը չի։ Հետևաբար ինչ ա եղել այդ օրը այդ տանը։ Ալիսը վստահ է, որ ինքն է սպանել։ Այդ դեպքում ինչ ա ստացվում։ Մի բան կա, որ չգիտենք։ Այս պատմության մեջ մի էջ պակասում է, ու դա ամենակարևոր էջն է։ Երեկույթի ժամանակ Ալիսը խնդրեց, որ հանդիպենք։ Ասեց ինչ որ թեմա ունի հետս խոսելու։ Քեզ ինչ ա թվում, կարող է ուզում ինձ պատմի։ Վստահ եմ, որ չէ։ Ինքը վստահ է, որ ինքն է սպանել։ Բայց շատ փոքր հավանականություն կա, որ այդպես է։ Ես մնում եմ իմ համոզմանը, որ ամենամեծ գաղտնիքը դեռ բացահայտված չի։ Ուզում եմ իմ լակած փաստերը նորից նայեմ։ Ինչ որ մի բան կա, որ ես բաց եմ թողել։ Ես ամեն ինչ տեսել եմ։ Հաղթանակ, պարտություն, պատերազմ, խաղաղություն։ Պատահել է մտածել եմ, որ սխալ ճանապարհով եմ գնում։ Վերադարձել եմ ու նորից եմ սկսել, որ ճիշտ տեղ հասնեմ։ Քո ծնվելուց հետո ամեն քայլս հանուն քեզ եմ արել։ Քո ապագայի ու քո անվան համար։ Դու պիտի որ պատկերացնես ինչ եմ զգում հիմա։
Իմ մասին երբ ենք խոսելու։ Հիմա ամբողջ կյանքն է քո մասին, տղա ջան։ Ամբողջ կյանքս։ Ես քո ուրախություններով ու հաջողություններով եմ ապրել։ Դու հո այդ տեսել ես։ Ստացվում է, որ ավելի կարևոր բաներ չեմ տեսել։ Ես քեզ 1000 անգամ բացատրել եմ։ Լինում են դեպքեր, երբ որ ստիպված ես անել քայլեր, որոնք քեզ էլ դուր չեն գալիս։ Դու տեսել ես մորդ ծանր նոպաների ժամանակ։ Բայց մենք սա էլ կհաղթարենք։ Սա էլ կանցնի։ Ես քո հետ եմ տղես։ Հերիքա, պապ, հերիքա, կլինի չշարունակես, որովհետև քո ասածներից հետո ավելի քիչ եմ սկսում քեզ վստահել։ Դու խոսում ես, բայց ես մորս եմ հիշում, որ ոչ մի բան չի ասում, բայց այդ լռության տակ ավելի շատ բան է պատմում։ Հաջողությունների մասին ես խոսում։ Նոր տարբերակներ ես փորձում գտնել։ Փորձում ես ուժեղ ընտանիքի մասին պատմություններ հորինել։ Հերիքա, պապ, վերջացել է, էլ չկա ոչ մի բան։ Ու երևի չի էլ եղել։ Դու չես կարող ամեն ինչ զրոյի հավասարեցնել։ Ես ցավում եմ, որ քո բարձրությունից ոչ մի բան չես տեսնում։ Չես տեսնում, որ ամեն ինչ արդեն զրոյից էլ է ներքև։ Ես այսօր վախենում եմ տուն մտնեմ։ Վախենում եմ տուն մտնեմ ու մորս հարց տամ, որովհետև կյանքում ոչ մի բանից չեմ վախեցել, այնքան ինչքան այդ հարցի պատասխանը լսելը։ Դու կյանքում զգացել ես, որ լինում է դեպքեր, որ ունենում ես հարց, բայց դրա պատասխանը չես ուզում լսել։ Որովհետև մտածում ես, որ իրականությունը քո իմացած ճշմարտությունից կարող ավելի վատն է։ Ու ես չեմ ուզում դու ինձ բացատրես, թե երեք ես իմ աչքերով ինչ եմ տեսել։ Ես ուզում եմ պատճառը հասկանամ, ես ուզում եմ հասկանամ ինչի, որովհետև չեմ հասկանում ինչ է կատարվում։ Ստացվում է, որ բոլորը իմ ընտանիքի մասին ամեն ինչ գիտեն, բացի ինձնից։ Ինչ արել մաման, ինչ ես ուզում դու։ Սկսի պատմել, պապ։ Որովհետև ես չեմ հասկանում գլխիս մեջ ինչ է կատարվում, որովհետև ամեն ինչ սխալ է, որովհետև իմ կյանքն է սխալ, որովհետև քո ստեղծած իրականությունն է սխալ։ Գոնե մի ճիշտ բան կա այս պատմության մեջ։ Կա բան, որ սուտ չի, պապ։ Իմ տան դժբախտությունը իմ դեմ են օգտագործել։ Ովքեր, պապ։ Ում մասին ես խոսում, կամ կասես ինչի համար են այդ ամեն ինչը արել։ Լիքը հարցեր կան ու տակը 1000 հարց, պապ։ Ու չգիտեմ որտեղից սկսեմ, դրա համար դու սկսի։ Եթե կարող ես ճիշտ տեղից սկսի այնտեղից, որտեղից որ կարող ես։ Ուր։ Պիտի տուն գնամ, Սոֆային ու Գորինդար Մարկի մասին չեմ ասել։ Ես քեզ կտանեմ։ Կարիք չկա։ Բելա 2 ժամ առաջ քո վրա կրակել են։ Ես հասկանում եմ, ես կգնամ ու էլի կգամ, խնդրում եմ մտածի։ Փորձի ինչ-որ բան գտնես, որովհետև ամեն մանրուք շատ կարևոր է։ Դու չես կարծում, որ արդեն ժամանակն է Դավիթին ամեն ինչի մասին պատմելու։ Ես Դավիթի հարցերի պատասխանները դեռ չունեմ։ Բելա։ Բանկա որ պիտի տեսնես։ Դու պատրաստ չես այս խոսակցությանը։ Դավիթ։ Դու չես կարող ամեն ինչ կիսատ թողնել։ Ոչ մի բան չպիտի խանգարի քեզ։ Ոչ մի բան չպիտի փակի քո ճանապարհը։ Անգամ մերես։ Մի ստիպիր, որ ամեն անգամ մորդ հիվանդության մասին խոսելուց ավելի կտրուկ լինեմ, որ քեզ տեղ հասնի։ Ես եմ միշտ սև գործ արել, որ դու կարողանաս սպիտակ վերնաշապիկով մարդկանց ներկայանալ։ Կրկնում եմ, իմ վստահությունը չարաշահել են։ Ես սխալ մարդու եմ տուն թողել։ Բելայի մասին ենք խոսում։ Քո մասին ենք խոսում։ Մեր անվան ու մեր ընտանիքի մասին։ Եթե հիմա թուլանանք, դրսի հարվածներին չենք դիմանա։ Դու չես կարող թողնել ու գնալ ու մոռանալ են ինչի համար ամբողջ կյանքում պայքարել եմ։ Դու парքի մասին ես խոսում։ Ես ցավի։ Դու հաղթելու մասին ես խոսում։ Ես ապրելու։ Մենք տարբեր լեզուներով ենք խոսում։ Պապ։
Արամի գործի մեջ մի բան կա, որ քո պատմած պատմությանը չի համապատասխանում։ Ինչը։ Գործի մեջ նշվում է, որ վեճ ա եղել ու գլխին վնասվածք ունի, որը ստացել է ընկնելուց հարվածի արդյունքում։ Այդ նա ինչ որ ես եմ ասել։ Հա։ Բայց մահը վրա է հասել շնչեղծության արդյունքում։ Հարվածը մահացու չի եղել։ Արամին խեղդել են Բելլա։ Դրսում են նույն մեքենան է, որից առավոտյան կրակել են ինձ։ Հիմա ճիշտ ժամանակն է Դավիթին զանգելու։ Այստեղ էր այդ մեքենան։ Ես քո հետևից կգամ։ Չէ, Արմեն, դրա կարիքը չկա։ Դու ավելի լավ է Դավիթի հետ կապվիր։ Լսում եմ։ Խնդրում եմ հեռախոսը չանջատեք։ Գիտեմ, որ վատ վիճակում եք ու գիտեմ, որ երեկվա եղածի մեջ ինձ եք մեղադրում, բայց խնդրում եմ, մենք պետք է խոսենք։ Ինչ ա եղել, Բելլա։ Կխաբեմ, եթե ասեմ, որ մինչև վերջ գիտեմ ինչ ա եղել, բայց ուզում եմ ձեզ հասցե ուղարկեմ ու խնդրեմ, որ դուք գաք։ Իսկապես շատ կարևոր է։ Բելլա, ես քեզ ամեն ինչ պատմել եմ, մենք շատ երկար խոսել ենք։ Չեմ կարծում, որ հիմա ցանկություն կունենաս նորից այդ ամենը լսելու։ Ես ավելացնելու բան չունեմ։ Չէ, ես ուզում եմ, որ դուք լսեք։ Շատ կարևոր է։ Խնդրում եմ, որ գաք։ Չզանգես էլ։ Չանջատեք, որովհետև հետո հնարավոր է, որ էլ երբեք չխոսենք ու դուք երբեք չիմանաք, թե ինչպես է իրականում մահացել Արամը։ Ես շատ բան գիտեմ։ Ես գիտեմ, որ տարիներ շարունակ օգնել եք մեր ուժի ընտանիքին մեղքի զգացումից ելնելով։ Ես գիտեմ, որ Արամի հետ կռվելուց հրել եք նրան ընկելա, ու դրանից հետո ստիպված ամուսնացել եք Բալյանի հետ, որովհետև տարբերակ չեք ունեցել։ Տիկին Ալիս, ես իսկապես շատ բան գիտեմ։ Իսկ այն ինչ չգիտեմ, դուք էլ չգիտեք։ Բայց կա մարդ, ով ամեն ինչ գիտի, ու եթե գաք, ինքը վստահ եմ կխոսի։ Տիկին Ալիս, ես զարմանում եմ, դուք իսկապես այսքան տարի հետո չեք ուզում իմանալ ճշմարտություն։ Խոսքը ձեր կյանքի մասին է, ու հիմա նաև արդեն Դավիթի։ Ամեն գաղտնիք բացահայտվում է, ու դուք ստիպված եք լինելու ձեր կյանքի ամենասարսափելի գաղտնիքը պատմել ձեր տղային։ Չեք ուզում դրանից առաջ դուք էլ իմանաք իրականությունը։ Հասցեն։ Ալո, Ուշադիր ինձ լսի։ Շատ կարևոր բաներ կա, որ պիտի քեզ ասեմ, բայց հեռախոսով խոսալու չի։ Բելլան հենց նոր իմ մոտից գնաց։ Չգիտեմ ուր, բայց պիտի որ քեզ զանգած լինի։ 2 ժամ առաջ Բելլայի վրա կրակել են։ Երկար նախաբաններ չեմ ասելու։ Ուղղակի ուզում եմ իմանաս, որ Բելլան շատ կարևոր մարդ է դարձել իմ համար։ Մենք երբեք չենք խոսել դրա մասին, բայց բոլորն են դա տեսել։ Ու վստահ եմ, որ դու էլ ես նկատել։ Չեմ վիճի ու չեմ փորձի ապացուցել, որ Բելլան կապ չունի երեկվա եղածի հետ։ Ուզում եմ, որ մի բան իմանաս, որ ինքը շատ կարևոր մարդ է իմ համար։
Ես սիրում եմ Բելային։ Չգիտեմ այդ քո համար կարևոր է թե չէ, բայց ուզում եմ իմանաս, որ իր կյանքը իմ կյանքից կարևոր է։ Ու նույնիսկ եթե ինքը իմ հանդեպ սխալ է պահել, այդ ոչ մի բան չի փոխում։ Ես քեզ բան եմ ասել, որ անես։ Շատ լավ։ Ուրեմն տեսադաշտիցը չկորցնես։ Շուտով ստիպված ես լինելու բացել, որովհետև հյուրեր ես ունենալու։ Ալո, Որտեղ ես։ Նարինեի տան հասցեն գիտես։ Ինչ ես անում այդտեղ։ Լավ կլինի գաս, որովհետև իմ պատմելուց շատ բան չես հասկանալու։ Լավ կլինի, որ տուն գաս, Ալիսն է այստեղ։ Բարի օր։ Աղջիկդ ո՞նց է։ Հուսամ լուրջ առողջական խնդիրներ չունի։ Էլի մարդ ա գալու։ Ես զանգել եմ։ Ում։ Տիկին Ալիս։ Ինձ թվում է ձեր համար գաղտնիք չի, որ Նարինեն ու Հրաչը ժամանակին իրար հետ կապ են ունեցել։ Ու Հրաչը ողջ է։ Ինչ։ Ու նրանք մինչև հիմա շփվում են։ Ու թե ոնց է եղել, որ մինչև հիմա շփվում են։ Ուր է այսքան ժամանակ եղել Հրաչը ու ինչ է տեղի ունեցել այսքան տարիների ընթացքում, կարծում եմ ձեզ ավելի լավ կպատմի Նարինեն։ Իսկ ես Դավիթին նկատի ունեի, որ ասեցի մարդ ենք սպասում։ Երևի դրսում սպասեմ։ Դու էլի նույն սխալն ես անում։ Այսքան սխալների մեջ իմ սխալը ամենափոքրն է, եթե կարելի է սա սխալ համարել։ Այսօր այս տանից ոչ մեկ դուրս չի գալու, մինչև ճշմարտությունը չբացահայտվի։ Ու լավ ես արել Նարինե, որ Հրաչին կանչել ես, որովհետև Հրաչը գիտի բաներ, որ ոչ ոք չգիտի։ Օրինակ այն, թե ոնց է իրականում մահացել Արամը։ Ինչ ես խոսում։ Տիկին Ալիս, խնդրում եմ չվախենաք ու չանհանգստանաք։ Երեկվա դեպքը նշան է, որ այս պատմությունը արդեն բացահայտվում է։ Ու ես չեմ ուզում, որ դուք նոր անակնկալների գաք։ Ոնց որ երեք։ Ես ճիշտ կլինի ձեզ մենակ թողնեմ։ Ես միշտ համարել եմ, որ իմ դառը օրերի
Ամենալուսավոր կետերից մեկը դու ես եղել։ Ես քեզ ամեն ինչ եմ վստահել, Նարինե։ Ամեն ինչ։ Իմ ցավը, իմ արցունքները, իմ որդուն։ Բայց բարձվում եմ կողքին լինելը հատուկ նպատակ ուներ։ Ինչ նորանակ ընկալներ եք պատրաստել ինձ համար։ Ինչի մասին էր խոսում Բելան։ Երեկվան ներկայացման հեղինակը դու էիր։ Ինչի է Բելան Արամի մահվան մասին խոսում, այնպես կարծես ես այնտեղ չեմ եղել։ Ու ինչ որ շատ կարևոր մի բան ես չգիտեմ։ Ինչի համար էր այս ամեն ինչը։ Հանուն ինչի ես արել։ Ալիս, ես քո դեմ ոչինչ չունեմ։ Իսկ երեկվա ներկայացումը ում դեմ էր։ Քո մեծացրած Դավիթի։ Չասես։ Չասես, Ալիս։ Դու գիտես ես ինչքան եմ Դավիթին սիրում։ Գոնե այդ հարցը կասկածի տակ չդնես։ Պատմիր, որ հասկանամ։ Հասկանամ ում տուն եմ եկել։ Թշնամուս թե բարեկամիս։ Պատմիր, որ հասկանամ իմ ամենածանր օրերին կողքից լինելով սպասել ես, որ մի օր թուլանամ ու դահիճս դառնաս, թե հարազատս ես եղել։ Սպասենք, թող հրաչը գա։ Չէ, հրաչին չենք սպասի։ Ես կարծում եմ, որ դու օգնության կարիք չունես։ Դավիթը արդեն ճանապարհին է։ Ու վստահ եմ, որ Դավիթի ներկայությամբ դու ազատ չես խոսելու։ Այնպես որ սկսիր։ Նորմալ է ամեն ինչ։ Նորմալ է։ Հետո կպատմեմ, հիմա Դավիթին եմ սպասում։ Բելլա, չգիտեմ ինչքանով կապ ունի գործի հետ, բայց ես նոր ինֆորմացիա ունեմ։ Ես անընդհատ փորձում եմ ինչ-որ բան իմանալ, գործընկերներիցս մեկի հետ եմ խոսել։ Նոր բան կա։ Էլի եմ ասում, չգիտեմ ինչքանով այս թեմայի հետ կապ ունի, բայց Ալիսի հոր հետ կապված ինֆորմացիա ունեմ, որը կասկածի տեղիք է տալիս։ Ալիսի հոր։ Ինչ կապ ունի Ալիսի հետ։ Արամի դեպքից հետո երկար ժամանակ հրաչից լուր չունեի։ Հետո Վահանը ինձ գտավ։ Խնդրեց, որ օգնեմ։ Այս պատմությունը այնպիսի ընթացք է ստանալու, որ վերջում Վահանին խղճամ, որ իբր նրան են օգտագործել։ Աղջիկս այդ ժամանակ Հայաստան էր գնացել։ Ես առանձնապես անելիք չունեի։ Համաձայնեցի։ Անելիք չունեիր, բայց պլաններ ունեիր։ Գիտեմ, որ ինձ չես հավատում։ Հասկանում եմ։ Բայց այդ ժամանակ ես հրաչից տեղեկություն չունեի։ Ես էլ քո նման մտածում էի, որ մահացել է։ Ինչ ա ուզում հրաչը։ Իր կորցրած կյանքը, իր ընտանիքը, որ կարող էր ունենալու չունեցավ։ Այն սիրուն օրերը, որ կարող էր իր հարազատ երեխայի հետ անցկացնել, բայց չունեցավ։ Իմ աղջկա հայրը հրաչն է։
Երկուսս էլ հասկանում ենք հիմա։ Ինչի է Հրաչը բեմադրել իր մահը։ Ումից է փախելու ինչի։ Վաղանը միշտ մտավախություն ա ունեցել, որ Հրաչը կխոսի, քո անունը կտա։ Մի քանի անգամ մահափորձ է եղել Հրաչի դեմ։ Հրաչը ստիպված է փախել, որովհետև ընտրություն չի ունեցել։ Քանի դեռ մենք ողջ ենք, ընտրության հնարավորություն բոլորս ունենք։ Հրաչը նախընտրել է մեռնել, որ ընտրության ծանր բեռը ուսերին չունենա։ Այս պատմության մեջ բոլորս ենք մեղավոր։ Ու այդ մեղքն էլ է մեր ընտրությունը։ Մենք նախընտրել ենք լռել ու լուռ հետևել նրան, թե ինչպես է մի անմեղ մարդին փոխարեն պատասխան տալիս։ Հրաչը ոնց որ բոլորս լռել է, որ իբր ապրի, իբր ազատ լինի, պատասխանատվություն չկրի։ Այնպես որ երբեք չասես, որ ընտրություն չկա։ Ընտրություն միշտ կա։ Ու այն, որ ես այստեղ կանգնած եմ, դա ևս ընտրություն է։ Դու դեռ շատ բան չգիտես։ Սպասում եմ, որ իմանամ։ Պատմիր։ Դավիթ արդեն հասավ։ Ոնց հասկանում եմ, Հրաչ չի գալու։ Այս պատմությունը ինձ պատմելու ծանր բեռը մնում է քո ուսերին, Նարինե։ Ներսում Նարինեի հետ եմ խոսում։ Դեռ մենակ են ու ինձ թվում է ճիշտ կլինի թողնենք խոսան։ Դեռ։ Հա, էլի մարդ է գալու, Դավիթ։ Դու անընդհատ ինձ խնդրում էիր, որ խոսեմ, ասեմ են ինչ գիտեմ ու չլռեմ։ Բայց այդ ժամանակ ես քո հարցերի պատասխանները չէի կարողանում տալ։ Հիմա այն օրն է, որ դու ամեն ինչ կիմանաս։ Ու կիմանաս հենց այն մարդկանցից, ովքեր կապ են ունեցել այս պատմության հետ։ Սրա մասին էր խոսքը, երբ ասում էի տհաճ անակնկալ։ Ես ամեն ինչ կտայի, որ այս հանդիպումը կազմակերպողը ես չլինեի։ Բայց հավատա, որ մենակ իմ համար չեմ անում։ Հանուն ինձ ես անում։ Հանուն արդարության։ Դու այսօր ասել էիր, որ պարզ ես խոսելու, որ ոչ մի հարցեր չեն մնալու։ Երևի ճիշտ կլինի ներս գնանք, որովհետև ոնց հասկանում եմ 4-ով ենք լինելու։ Ես չգիտեմ այդ արդարությունը դու ոնց ես վերականգնելու բելա։ Բայց ուզում եմ, որ այս ամեն ինչի մեջ մայրս չտուժի։ Հույս ունեմ հակառակը կլինի ու մամատ կփրկվի։ Ես գիտեմ ինչ եմ արել։ Բոլորս գիտենք ինչ է եղել, որ իմ փոխարեն ուրիշ մեկն է պատասխան տալիս։ Հրաչի մահվան առողջվածն էլ բացահայտված է։ Այլ ինչ մնաց։ Գնալիս։ Բայց հնարավոր է, որ դուք ոչ մի բան էլ չեք արել։ Ափսոս 4-ով ենք ու ժամանակ չկա էլ։ Անկամ եթե լիներ, ոնց հասկանում եմ, էլ չի գալու։ Կգա։ Բայց արդեն բավական ժամանակ անցել, Նարինե։ Ես հիմա կգամ։ Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Բայց այն ժամանակ, երբ ինքս հասկանամ ինչ է կատարվում։ Ես քեզ խնդրում եմ, որ խոսելուց առաջ երկար մտածես, մամ։ Չգիտեմ ինչ ես ասելու, չգիտեմ ոնց է եղել, բայց Իմ մասին մի մտածի։ Ես լավ եմ։ Տիկին Ալիսին թվում է, որ տարիներ առաջ իր պատճառով մարդ է մահացել։ Չէ, չի թվում։ Ես մարդ եմ սպանել։ Միտումով չեմ արել դա։ Միտումով չեմ արել։ Ստացվել է։
Տիկին Ալիս, ես գիտեմ, որ ձեզ համար հիմա շատ դժվար է։ Դավիթին էլ եմ ասել, ձեզ էլ եմ ասում։ Այս ամեն ինչը ձեզ փրկելու համար է, այլ ոչ թե անցյալը հիշեցնելու կամ տանջելու։ Ու ոչ միայն ձեզ, այլ նաև այն մարդուն, ով դատապարտված է, ում տարիներ առաջ փորձել եք օգնել։ Ես գիտեմ, որ այդ օրը միայն Արամը չի մահացել։ Այդ օրը ձեր ժամանակն էլ ական գարել, չէ։ Ինչով ես օգնելու։ Ես մինչև հիմա ոչ մի բան չեմ հասկանում։ Դուք տարիներ շարունակ բուժվել եք, ոչ սթափ վիճակում եք եղել։ Անգամ դատական պրոցեսի ընթացքում դեղերի ազդեցության տակ եք եղել ու նորմալ է, որ շատ բան չհիշեք, անգամ չիմանաք։ Բայց կա ինֆորմացիա, որ պարտավոր եք իմանալ։ Դատական գործում Արամի մահվան պատճառ գրված է խեղտամահ անել։ Ստացվում է Արամը չի մահացել գլխի հարվածից։ Իրան խեղդել են։ Ու այդ է պատճառը, որ մեր ուժին ցմա ազատը զրկել են։ Կանխամտածված եւ դաժանությամբ սպանություն կատարելու համար։ Չգիտեմ, բարի օր ասեմ, թե բարի վերադարձ։ Ամեն դեպքում ոչ մեկը, ոչ մյուսը բարի չեն լինելու քեզ համար։ Ես թերագնահատել եմ քեզ։ Միշտ մտածել եմ ոչ մի բանի ունակ չես։ Որովհետև քո բոլոր խնդիրները ես եմ լուծել։ Դե մեկ-մեկ էլ Արամը։ Դու միշտ հետ էիր քաշում կարևոր պահերին, բայց մենք չենք նեղանում, հասկանում էինք, որ վախենում ես։ Եթե այդ հույսով ես բերել ինձ, պետք է հիասթափեցնեմ քեզ։ Ես չեմ վախենում քեզանից։ Իսկ ինչի ուղի մոտս չեկար։ Երբ որ դու փորձում էիր ազատվել ինձանից, ինքդ էիր եկել մոտս։ Դու շատ սխալ քայլ ես արել։ Նման բաները չեն ներվում։ Իմանալով ես արել։ Ինձ ճանաչելով ես ամենացավոտ տեղին խփել ու բոլորից էլ լավ ես իմացել, որ եթե տունս մտնես, քո ոտքով դուրս չես գալու ու միևնույնը մտել ես։ Բայց գնահատում եմ։ Վարպետորեն անհետացար։ Նույնիսկ ես չկասկածեցի, որ մահդ բեմադրված է։ Բայց ոնց որ բոլորս տենց էլ դու սխալվում ենք ինչ-որ պահի։ Հավատա, քեզ համար ավելի լավ կլիներ, եթե շարունակեիր հանգուցալ մնալը։ Քան կենթանաներ ու նորից մեռներ, արդեն իրականում։ Միայն ափսոս ես անգամ մենակ չես գնալու։ Տես է։ Նույնիսկ հանգուցյալները զգայուն տեղեր ունեն։ Երեք Նարինեի մոտ էի գնացել, խոսելու։ Կասկածներ ունեի, որ կապ ունի մեկի հետ, ում սխալմամբ իմ տուն եմ թողել։ Ինձ անակնկալ էր սպասվում։ Երիտասարդ տարիների սովորությունը չես թողել։ Մինչև հիմա մեքենայդ մեջ անունի տառն ես կախում։ Ուղղակի չեմ հասկանում։ Ոնց է սիրտը տանում Արամի նվերը աչքիդ առաջ պահել այսքան ժամանակ։ Ամեն անգամ նայելուց չես հիշում ոնց սպանեցիր։
Այս անգամ այնպես կստացվի, որ դիակդ կգտնեն։ Հետնել նաև նամակ, որտեղ դու շատ համոզիչ կշարադրես Արամի սպանելու ու հետո այդ պատճառով մահը դեմադրելու պատմությունը։ Վկաներ չեն լինի, որ հերքեն, որովհետև նրանք էլ են հետդ գալու։ Ես հասկանում եմ, եթե ոչինչ չունես գործնելու, նամակ գրել իմաստ չունի, սենց թենենց գնացող ես։ Ես էդ էլ եմ մտածել։ Չես մոռացել, չէ՞ որ մեր մեջի խելացին միշտ ես եմ եղել։ Դու կգրես նամակը, ես էլ կխոստանամ, որ աղջկատ մազին անգամ չեմ կպնի։